Երբեմն մեղադրում են արվեստագետներին երկրում կատարվող իրադարձությունների շուրջ անտարբերություն ունենալու համար։ Անտարբեր է այսօրվա արվեստագետը։ Ես ինչ կարողանում եմ, այն եմ անում, ով ինչ կարողանում է, թող այն էլ անի, ու մեր երկիրը կբարգավաճի։ Ես կարողանում եմ նկարել, ես կարողանում եմ քանդակել, ես կարողանում եմ խաչքար տաշել, դա էլ անում եմ։ Կարողանում եմ երեխեք դաստիարակել, դաստիարակում եմ երեխաներ, որոնք հայրենասեր են, սիրում են իրենց հայրենիքը, իրենց ծնողներին, իրենց հողն ու ջուրը։ Ձեր դաստիարակած սերը ինչպիսին է հայրենիքի նկատմամբ։ Հայրենիքի սերը նախ գալիս է հայրենի ճանաչողությունից։ Եթե հայրենիքը չճանաչենք, հայրենիքին չենք կարա սիրենք։ Մի բան պետքա ճանաչես, որ ինձ սիրես։ Նշանակում է մեր մոտ, եթե մենք ճիշտ չենք ճանաչում մեր հայրենիքը, նշանակում է կրթությունը ճիշտ բանի հիմքերի վրա չի դրված։ Հենց գալիս է մանկապարտեզից պետք է սիրենք, ճանաչենք մեր հայրենիքը։ Մանկապարտեզից սկսենք ճանաչել, դպրոցով շարունակենք, համալսարանով շարունակենք ու մեր երեխաներին կարողանանք դաստիարակել հայրենաճանաչ եւ հայրենասեր։ Այսօր կրթությունը նորաձև է, ինչ վատ է։ Ես չեմ հասկանում կրթության նորաձևությունը ինչ է, խոմ դա նկարչություն չի, խոմ շորեր չի, կոշիկ չի, նորաձևս որն է։ Կրթությունը մնում է կրթություն։ Դարեր շարունակ մեզ կրթել են, որ ազգը պահողը, այո, ազգ, պետություն, եկեղեցի, դրանք պիտի այսպես մի Մենք պետք է հետ կուր լինեն, իրար բռնած։ Վերջ, ուրիշ ինչ ասեմ, դասեր տալ ես։ Ազգը, եկեղեցին, բանակը պետք է իրար բռնացել են, վերջ։ Կարա եկեղեցի լինի առանց կաթողիկոս։ Տենց ոնց կարա եղնի, ամեն ինչին առաջնորդա պետք։ Տանը հայրապետք, մանկապարտեզում դաստիարակչուհի պետք, դպրոցում տնօրենա պետք, դասարանում ուսուցիչա պետք։ Ամեն տեղ առաջին քաշող եզապետք։ Այս ձերբակալությունները, այս վախերը, այսինքն մեր մեջ ազգի մեջ վախ սերմանելու այս մոտեցում, ասեմ, չգիտեմ, նույնիսկ ոնց բնութագրեմ, բարերարներին իրենց հասարակ բարերի համար ձերբակալում են կամայական, այդ թվում հոգևորականների, այդ թվում լրագրողների։ Ես դրա մասին Ստեղծագործող մշակույթ, չգիտեմ, գուցե դրա համար է արվեստագետը լուր այսօր։ Ձեր ասելով բանից սպասում է արվեստագետը վախում է, դրա համար լուր է։ Գիտես ինչ, անհատին կարող են ահաբեկել, բայց սպանելուց ավել էլ ինչ կարան անեն։ Կարան սպանեն, բայց չեն կարող հաղթել։